Ապրիլի 15-ին Արմենիա Մարիոթ հյուրանոցում տեղի ունեցավ Եվրամիություն Հայաստան քաղաքացիական հասարակության հարթակի 8-րդ հանդիպումը։ Միջոցառումը համախմբել էր պետական կառույցների, եվրոպական հաստատությունների և քաղաքացիական հասարակության ներկայացուցիչներին քննարկելու երկկողմ համագործակցության առանցքային ուղղությունները։ Հանդիպումը մեկնարկեց ողջույնի խոսքով, որով հանդես եկավ Հայաստանի Հանրապետության վարչապետ Նիկոլ Փաշինյանը։ Միջոցառմանը մասնակցում էին նաև փոխվարչապետ Մհեր Գրիգորյանը, արդարադատության նախարար Սրփուհի Գալյանը, ներքին գործերի նախարար Արփինե Սարգսյանը, Իրավաբանների հայկական ասոցիացիա հասարակական կազմակերպության ծրագրերի համակարգող Սյուզաննա Սողոմոնյանը, ինչպես նաև Հայաստանում Եվրամիության պատվիրակության ղեկավար դեսպան Վասիլիս Մարագոսը, Իրավունքի Եվրոպա միավորում հասարակական կազմակերպության նախագահ, Եվրամիություն Հայաստան քաղաքահասարակության պլատֆորմի համանախագահ Լուսինե Հակոբյանը, Եվրոպական տնտեսական և սոցիալական կոմիտեի արտաքին հարաբերությունների դեպարտամենտի նախագահ Ստեֆանո Պալիմերին և այլք։ Հանդիպման շրջանակում անցկացվեցին մի շարք պանելային քննարկումներ, որոնց ընթացքում մասնակիցները քննարկեցին արդարադատության ոլորտում իրականացվող բարեփոխումները և այդ գործընթացում կառավարության, Եվրամիության ու քաղաքացիական հասարակության համագործակցության հնարավորությունները։ Սյուզաննա Սողոմոնյանը շնորհակալություն հայտնեց և կարևորեց նման թեմայով պանելային քննարկման անցկացումը, ընդգծելով, որ վերջին շրջանում պետություն-քաղաքացիական հասարակություն համագործակցությունը աստիճանաբար դարձել է ավելի համակարգային և ինստիտուցիոնալ։ Հատկապես ցանկանում եմ շեշտադրել վերջերս առանցքային ռազմավարությունների նպատակով ստեղծված ՔՀԿ-ների հարթակը, որտեղ նախատեսվում է, որ փորձագիտական մակարդակով կազմակերպություններս պետք է օժանդակություն տրամադրենք այս կամ այն ոլորտի կարևորագույն փոփոխությունների մշակման համար եւ հարթակի աշխատանքները համակարգվում է փոխվարչապետի գրասենյակի կողմից։ Եվս մեկ կարևոր ինստիտուտը դրանք հանրային խորհուրդներն են, որոնք վերջերս կարծեք թե նոր շունչ ստացան եւ նոր կազմով ձևավորվեցին իրավասու մարմիններին կից եւ սրանք այն մարմիններն են, որ ենթադրում է պետք է ապահովեն քաղաքացիական մասնակցություն եւ նաև հասարակական վերահսկողություն քաղաքականությունների մշակման իրականացման գործընթացում։ Սողոմոնյանն ընդգծեց, որ արդյունավետ համագործակցություն ապահովելու համար անհրաժեշտ է կենտրոնանալ երկու հիմնական ուղղության վրա՝ պետություն-քաղաքացիական հասարակություն հարաբերություններում ինստիտուցիոնալ, խորքային գործիքի ներդրման և քաղաքացիական հասարակության կարողությունների հետևողական զարգացման վրա, անդրադառնալով քաղաքացիական հասարակական կազմակերպությունների հետ համագործակցությանը և դրանց զարգացմանը։ Կարողությունների զարգացման մասով ես ցանկանում եմ նշել, որ այսօրվա դրությամբ եւ ընդհանրապես վերջին տարիներին Հայաստանում պետական մակարդակով որպես այդպիսին չկա մի ռազմավարական փաստաթուղթ կամ համակարգային մոտեցում, որը կապահովեր եւ ՀԿ-ների հետ համագործակցությունը ընդհանուր հետևողական առանց խտրականության եւ բնականաբար նաեւ նրանց կարողությունների զարգացման ուղղված։ Մի շարք ռազմավարական փաստաթղթերում կան առանձին դրույթներ ՀԿ-ների կարողությունների զարգացման մասով, դիսուկ օրինակ վերցնենք հակակոռուպցիոն ռազմավարությունը, որտեղ կան ցանցերի ՀԿ-ների կարողությունների զարգացման ուղղված կոնկրետ գործողություն, բայց ըստ էության կատարման մակարդակում այս գործողությունը զուտ ուղեկցվել է որոշակի կարճաժամկետ նախաձեռնություններով եւ իհարկե չեն կարող ակնկալել, որ այս գործողությունները կարող են լուրջ արդյունք մեզ տալ։ Նույն կերպ պետական մարմինների կողմից ՀԿ-ներին պատվիրակվող ծառայությունների մասին է խոսքը, որ որևէ կերպ դրանք իհարկե նորից ոչ համակարգային բնույթ կրող են, ավելի շատ մի քանի նախարարություններին հատուկ եւ սրանք եւս չեն կարող դիտարկվել որպես ուժեղացման գործընթաց։ Ներկայում քաղաքասարակության կազմակերպությունների կարողությունների զարգացման ուղղությամբ օժանդակություն հիմնականում տրամադրում են միջազգային կազմակերպությունները եւ իսկապես մենք առանձնահատում կարեւորում ենք Եվրոպական միության Եվրոպական միության կողմից ուղղված ջանքերը եւ քաղաքասարակության սեկտորի զարգացման եւ տարբեր ոլորտային բարեփոխումների իրականացման համար։ Ամփոփելով Սողոմոնյանը շեշտեց, որ բարձր արդյունավետություն հնարավոր է ապահովել միայն համակարգային լուծումների եւ համատեղ ջանքերի միջոցով, այս դիտարկումները ներկայացնելով որպես կառուցողական առաջարկներ եւ ազդակ ուղղված ոլորտի զարգացմանը։ Թագուհի Մանուկյան, Տիգրան Ղուկասյան, Իրավաբաններ, մասնագիտական առցանց մեդիա։